Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Այսօր ձեր հետ միասին մենք խոսելու ենք նորից Սիրիայի մասին, որտեղ որ մարտերը վերսկսվել են։ Ռազմական գործողությունները ել ավելի մեծ բնույթ են ստացել։ Թուրքական եւ սիրիական իշխանությունները, որոնք աջակցված են Թուրքիայի կողմից, լայնածավալ հարվածներ են հասցնում քրդական ուժերի դեմ։ Սա տեղի է ունենում մի քանի օր անց նրանից հետո, որ քրդերը լքեցին Հալեպը։ Հալեպում մարտեր էին տեղի ունենում քաղաքի կենտրոնում, բայց գիտեք, որ եւ մենք դրա մասին վերլուծություն ենք պատրաստել, քրդերը չկարողացան պահել Շեյխ Մասուդ շրջանը Հալեպի հյուսիսում եւ ստիպված եղան լքել այդ տարածքը, մի մասը իրանց ձերբակալված է, իսկ 200,000 մոտավորապես քուրդ իրանք ստիպված էին լքել իրենց տները։ Այս պայդրությամբ մնացած հատվածի ուղղությունով, որը մենք հիմա ձեր հետ միասին մանրամասն քարտեզի շնորհիվ կվերլուծենք, լուրջ ռազմական գործողություններ են անցկանում։ Այս գործողությունները Թուրքիայի եւ Սիրիայի միասնական նպատակն են, որ քրդական ուժերի ներկայության հարցը վերջնական լուծեն։ Սա անմիջապես վերաբերվում է Միացյալ Նահանգների եւ Իսրայելի այդտեղ ներկայությանը, որովհետև այդ երկու պետություններին աջակցում հենց քրդական ուժերին։ Բացի դրանից, ձեր հետ միասին մենք տեսնում ենք իսլամական պետություն տերորիստական խմբավորման ակտիվացումը, որը ակտիվորեն պայքարում է հենց քրդական ուժերի դեմ։ Բայց չեն պայքարում ոչ Սիրիայի կենտրոնական ուժերի դեմ, ոչ էլ Թուրքիայի ուժերի դեմ, ոչ էլ Թուրքիայի կամ Սիրիայի կենտրոնական իշխանությունները պայքարում են իսլամական պետություն տերորիստական խմբավորման դեմ։ Դա մեզ շատ բան է ասում։ Բացի դրանից, Միացյալ Նահանգները եւ Իսրայելը, ինչպես նաեւ Հորդանանը վերջերս ակտիվացրել են իրենց թռիչքները Սիրիայի օդային տարածքում։ Միացյալ Նահանգները հարվածներ են հասցրել իսլամական պետություն տերորիստական խմբավորմանը, դրանով աջակցելով, կարելի ասել, քրդական ուժերին։ Հիշեցնեմ ձեզ, որ հրադադարը, որը ուժի մեջ մտավ օրերս եւ Հալեպի քրդերի համար լքումից հետո, Միացյալ Նահանգների եւ Եվրոպական միության աջակցության շնորհիվ էր կնքվել։ Հիմա Սիրիայի կողմից խախտել այդ հրադադարը նաև իհարկե քայլ է Միացյալ Նահանգների եւ Եվրոպական միության հետ հարաբերությունների սրման ուղղությունով։ Թե ինչպիսի արձագանք ունենան Միացյալ Նահանգները եւ եվրոպական պետությունները, դա կարևոր հարց է, որի հետևից մենք անպայման ձեր հետ միասին կհետևենք։ Եվ պարզ կլինի առհասարակ ինչ քայլեր կարվեն այդ ուղղությամբ, որ կանխվի այն մեծ հիմա սարսափելի ռազմական գործողությունները, որոնք վարվում են հիմա քրդերի դեմ տարբեր հատվածներում։ Արդյոք Արևմուտքը կկարողանա օգնել քրդերին, թե քրդերը ստիպված կլինեն ամբողջությամբ զինաթափվել։ Ինչպիսին է քարտեզում իրավիճակը եւ ինչ ուժեր են կուտակված որ ուղղություններով։ Մենք հիմա ձեր հետ միասին մանրամասն այս ամենը կվերլուծենք եւ կքննարկենք սա Հայաստանի համար էլ եւ տարածաշրջանային զարգացումների ֆոնին, այդ թվում Իրանում քրդերի նաեւ ակտիվ մասնակցության ֆոնին, որոնք մի քանի քաղաք են ճակերտներում իրանց վերահսկողության տակ վերցրել կամ ազատագրել ըստ իրենց իրանական կենտրոնական իշխանություններից, կապ ունի իհարկե այդ գործընթացների հետ նաեւ։ Եվ միջև անցնելը բուն քարտեզին, ես կոչ եմ անում ձեզ, որ անպայման լայքեք այս վերլուծությունը, գրեք ձեր մեկնաբանությունները, բաժանորդագրվեք եւ դրեք զանգակը, նաեւ կարող եք աջակցել ալիքին նկարագրությունում նշված միջոցների շնորհիվ։ Ես շատ շնորհակալ եմ բոլորին, ով այդպիսի աջակցություն ալիքին տրամադրում է, եւ անցնենք առաջ հենց քարտեզին արդեն։ Հարգելի հայրենակիցներ, այստեղ դուք տեսնում եք Սիրիայի քարտեզը, որը մեր համար լավ ծանոթ է, բայց շատ կարճ ասեմ, որ կանաչով այստեղ նշված է Սիրիայի կենտրոնական իշխանությունը Ահմեդ Ալ-Շարայի, որը աջակցված է Թուրքիայի կողմից, դեղինով նշված է այն տարածքը, որը գտնվում է Սիրիայի ժողովրդավարական ուժերի, այսինքն քրդերի վերահսկողության տակ։ Այս հատվածը, որը ուրիշ գույնով է նշված, թուրքական զինուժի անմիջապես վերահսկողության տակ է, այսինքն այստեղ հենց Թուրքիան է գտնվում։ Իրականում Թուրքիան է գտնվում նաև այս հատվածում հյուսիսի, բայց այնտեղ այնպես է գտնվում, որ ցույց է տալի իբրև սիրիական ուժերի ներքո է գործում։ Հարավում նաև պետք է կարճ ասեմ, որ այս հատվածը Ալ-Սուվեյդայի դրուզերի կողմից բնակված է եւ այս պայն կիսատ
է վերահսկվում կենտրոնական Դամասկոսի իշխանությունների կողմից, ամբողջությամբ չի վերահսկվում, եւ զուգահեռ դրա պետք է ասեմ, որ այս հոլանի բարձունքները կապույտով նշված գտնվում են Իսրայելի վերահսկողության տակ։ Եվ այսպես հիմա արդեն անցնում ենք հենց քարտեզին ձևավորվող իրավիճակին եւ մանրամասն հիմա կվերլուծենք, թե ինչ է տեղի ունենում։ Տեսնում եք այստեղ կենտրոնական Սիրիայում հարվածները, որոնք հասցվել են Միացյալ Նահանգների եւ Հորդանանի օդուժի կողմից իսլամական պետություն տերորիստական խմբավորման ուղղությամբ, այս հատվածում նաեւ իսլամական պետության ակտիվությունը եւ մնացած ուղղություններով փոքր հրադադար կար։ Բայց հիմա արդեն այս հատվածում 3 ուղղությամբ թուրքական զինուժը բացել է կրակ սիրիական ժողովրդավարական ուժերի դեմ, եւ մենք ձեր հետ միասին խոսում էինք նրա մասին, արդյոք թուրքերը անմիջապես կսկսեն մասնակցել թե չէ պատերազմում։ Պետք է հիշեցնեմ ձեզ նաեւ, որ այս տարածքի ամենակարևոր քաղաքը դա Ալ-Հասական է։ Այս քաղաքն է, որը կարելի ասել տարածքի մայրաքաղաքն է, ամենախոշոր քաղաքը։ Բայց ամենակարևոր իրադարձությունները տեղի են ունենում Հալեպում եւ Հալեպից դեպի արևելք։ Հալեպի հատվածում հիշում եք, որ Շեյխ Մաքսուդի ուղղությունով քրդերն էին վերահսկում այս տարածքը եւ հիմա տեսնում եք, որ քրդերից ձերբակալումներ տեղի ունեցան եւ քրդերից ամբողջությամբ այս տարածքի վերահսկողությունը ապահովել է։ Եվ ամենակարևոր հատվածը դա այս արևելյան հատվածն է Հալեպից։ Տեսեք, հարգելի հայրենակիցներ, ինչպես մենք ձեր հետ միասին կանխատեսել էինք, մեր հստակ վերլուծությունն էինք պատրաստել եւ դուք կարող եք գնալ եւ ստուգել։ Ես ասում եի, որ Հալեպում քրդերը չեն կարողանա իրաց դիրքերը պահել, դա այդպես էլ տեղի ունեցավ եւ ասում եի հետո, որ հաջորդ նպատակը իրականում այս ուժերի Ատ-Տավրան եւ մնացած այս քաղաքներն են, այսինքն Մասկանան, այս քաղաքը եւ այսինքն այս քաղաքը Դեյր Հաֆիրը։ Տեսեք, այս 3 քաղաքն են իրանց գլխավոր նպատակը։ Ես նաև բացատրել էի, թե ինչու։ Որովհետև այս մնացած ուղղություններով, որը դուք տեսնում եք, Այնուլ Արաբը խոսքին այստեղ, Ռաքքան գետի ձախ ափին են գտնվում, Եֆրատ գետն է այստեղ անցնում։ Ուստի այստեղ անցնելը Մանբիջից խոսքին, այստեղ գետը պետք է անցնել։ Ինչպես նաև այստեղ պետք է անցնել գետը, կամուրջը։ Այստեղ նաև գետ պետք է անցնել, Ռաքայի ուղղությունով կամուրջը ընդհանրապես փլուզված է։ Մնացած տեղերում կամուրջներ չկա։ Ուստի ուժերի համար շատ հեշտ է պահել մի քանի այդ կետը, բայց հաշվի առնելով հարավային այս տարածքները, որոնց մասին մենք ձեր հետ խոսում ենք, ապա աջ ափում են գտնվում, պաշտպանված չեն, ամեն կողմից գտնվում են սիրիական կենտրոնական իշխանությունների ներկայացուցիչները։ Ավելին, կենտրոնական Սիրիայում, որտեղ որ դուք տեսնում եք հարվածները այստեղ որ տեղի են ունեցել, այդտեղ գտնվում է իսլամական պետություն տերորիստական խմբավորումը, որը նաև օրերս հիշում եք, մենք ձեր հետ միասին քննարկեցինք, Ատ-Տավրայի ուղղությունով հարձակումներ էր կազմակերպել ակտիվորեն եւ այստեղ տարբեր տերորիստական գործողություններ էր ծավալել եւ դա շատ կարեւոր բաղադրիչ է։ Բայց հիմա մենք տեսնում ենք, որ այստեղ Ատ-Տավրայի ուղղությունով կարողացան պահել սիրիական ուժերը իրանց հնարավորությունները եւ հիմա Ահմեդ Ալ-Շարայի, ուրեմն Սիրիայի կենտրոնական իշխանությունը կոնկրետ արդեն հարց դրեց եւ արգելել է այս պայդրությամբ Դեյր Հաֆիրի, Մասկանայի, ուրեմն ուղղությունով որևէ շարժ, այսինքն այս տարածքները հայտարարել է ռազմական գոտի, ռազմական գործողությունների գոտի, ամբողջ իրանց զորքերը այստեղ դուք կարող եք տեսնել կենտրոնական իշխանության վերահսկողության տակ զորքերը, տեսնում եք իրանց տանկերով, իրանց տարբեր մեքենաներով շարժվել են, եկել են այս հատված եւ հիմա պատրաստվում են Դեյր Հաֆիրի համար մարտական գործողությունների համար։ 3 ժամ առաջ Սիրիական կենտրոնական իշխանության ուժերը հայտարարել են Մասկանան, Դեյր Հաֆիրը եւ մնացած այդ տարածքները, որը նույն հատվածում գտնվում են, Բաբիրի քաղաքը, գյուղը կարելի ասել եւ Քավաս գյուղը, փակ ռազմական տարածքներ, որտեղ որ բոլոր ուրեմն Սիրիայի ժողովրդավարական այդ ուժերը պետք է այս տարածքները լքեն ըստ կենտրոնական իշխանությունների հանձնարարության։ Եթե քրդերը չլքեն այս տարածքները, ապա իրանց դեմ կրակ է բացվելու եւ պատերազմական գործողություններ են վարվելու։ Դրանից հետո մենք նաեւ տեսնում ենք, որ ամբողջ այդ տարածքից այստեղով
կարմիրով նշած է այդ նույն տարածքը, տեսնում եք, նշված է ինչպես այդպիսի փակ տարածք, եւ մենք այստեղ տեսնում ենք, որ քրդական ուժերը հիմա խոսում են 2 ժամ առաջ հայտարարություն են արել, որ լայնածավալ գործողություններ է Անկարան, այսինքն Թուրքիան պատրաստում քրդերի դեմ։ Մենք ձեր հետ միասին ամիսներ առաջ դուք կարող եք գնալ եւ ուրեմն տեսնել այդ վերլուծությունը դեկտեմբերի սկզբին, այսինքն 1 ամսից ավել է, որ կոնկրետ ես ձեզ տեղեկատվություն եմ տվել, ինչ ուժեր երբ է Թուրքիան անցկացրել եւ ինչպես է նախապատրաստվում այս գործողությունների համար։ Այսինքն մեր վերլուծությունները իրանք նաև նախորոք կարելի ասել նախազգուշացնում են, կանխատեսում են այն իրադարձությունները, որոնք կարող են տեղի ունենալ եւ իհարկե դուք կարող եք գնալ ստուգել եւ ինքներդ ձեր համար գտնել այդ ապացույցը, որ այո, իրոք այդպես է։ Նաև հետաքրքիր է, որ այստեղ կա կամուրջ այս տարածքում, որտեղ որ անցնում է գետ եւ այդ կամուրջը, տեսնում եք գետը եւ տեսնում եք կամուրջը, Սիրիայի այդ ուժերը, այսինքն քրդերը պայթեցրել են այս կամուրջը, այս հատվածից, որ ապահովեն ուրեմն Դեյր Հաֆիրի անվտանգությունը հյուսիսային ուղությունից։ Եվ դա 1 ժամ առաջ է տեղի ունեցել։ Բացի դրանից եւս 1 կամուրջ է պայթեցվել հարավային ուղությունով, նաեւ գետով։ Տեսնում եք այստեղ նաեւ գետ է անցնում եւ այդ կամուրջը նաեւ այդ նպատակով, որ Դեյր Հաֆիրի ուղությունը անվտանգության ձևավորվի հյուսիսից եւ հարավից այս ուղություններով։ Եվ ակտիվորեն այստեղ մարտեր են տեղի ունենում դեպի հյուսիս։ Ակնհայտ է, որ քրդական ուժերը այս ուղությունով գործողություններ են ծավալում, որովհետև սիրիական եւ թուրքական ուժերը եկել են ոչ միայն Հալեպից դեպի արևելք, այլ նաև հյուսիսից են եկել, այս հատվածից են հավաքվել եւ պատրաստվում էին փաստացի այստեղից մուտք գործել դեպի այս գլխավոր տարածք, նկատի ունեմ հենց Դեյր Հաֆիրի տարածք։ Բացի դրանից հարավից են հավաքվել այդ ուժերը եւ փաստացի ռազմական գործողությունները ներառում են մի քանի ուղղություն։ Ես հիմա այստեղ կնշեմ, որ ավելի պարզ լինի եւ հասկանալի։ Մոտավորապես այսպիսի ձևաչափով են ներառում ռազմական գործողություններ այդ ուժերը եւ զուգահեռ դրա մենք պետք է նաեւ ձեր հետ միասին նշենք իհարկե այդ 3 ուժից բացի այս հատվածը, որտեղ որ գործողություններ են նաեւ տեղի ունենում։ Սիրիական քրդական ուժերը, ինչպես ասացի, այս ուղղությունով են արդեն ռազմական գործողություններ վարում, բացի դրանից այս կամուրջներն են պայթեցվել, ոչ միայն այս կամուրջ, այլ նաև այստեղ եւ այստեղ կամուրջները, եւ դա շատ կարեւոր է նաև ցույց տալ, եւ այստեղ արդեն մարտեր են սկսել։ Ամենակարևորը 20 րոպե առաջ, այսինքն Երևանի ժամով հիմա հունվարի 13-ն է, 14:00, մոտավորապես մարտեր են տեղի ունենում Դեյր Հաֆիրի ուղությունով։ Եվ իհարկե ես ենթադրում եմ, որ մարտերը նաև կներառեն մնացած ուղությունները։ Պետք է ասեմ, որ 3 Սանայի, ուրեմն Սիրիայի կենտրոնական ԶԼՄ-ի պետական տվյալներով այստեղ այս հատվածում ավելի շատ քրդական կենտրոնական ուժերի ներկայացուցիչներ են եկել եւ մենք ձեր հետ միասին իրականում հետևել ենք նաեւ նրանում նախորդ վերլուծություններում ցույց էի տալիս իրանց տեխնիկան, որը իրանք ակտիվորեն ուղարկում են Ատ-Տավրայի ուղղությունով դեպի Հալեպի այս շրջանը։ Հիմա հարգելի հայրենակիցներ, մենք արդեն ձեր հետ միասին պետք է խոսենք, թե ինչ գործողություններ է իրականում սպասվում։ Տեսեք, խնդիրը նրանում է, որ այս պահի դրությամբ 2 ճակատ է բացված։ Մեկ ճակատը ակնհայտորեն բացված է այստեղ, այս հատվածում, այսինքն Եֆրատ գետի աջ ափին, բայց երկրորդ ճակատը ուրեմն թիկունքից է այս գործողությունները, որովհետև ամենակարևոր քաղաքները դա Ալ-Հասական են եւ Ալ-Ռաքան, եւ այստեղի տեղաշարժը ամբողջությամբ նույն Ալ-Ռաքայից ուժերի ուղարկումը դեպի այս հատված սահմանափակ է այս պահին, որովհետև շատ ուժեր պետք է լինեն հյուսիսային հատվածում նաեւ կոնցենտրացված Տել Աբյադի Այն Իսայի ուղությունով, տեսնում եք, որովհետև թուրքերը ամեն րոպե այստեղ կարող են անցնել հարձակումի։ Հիշում եք, որ այս Ատ-Տավրայից դեպի հարավ օրերս 3 եւ առաջ օրը թուրքերը օդային ուժ են օգտագործել հարվածների համար։ Ուստի հիմա սիրիական ուժերը մի կողմից ստիպված են ցամաքային մարտեր վարել Դեյր Հաֆիրի եւ Մասկանայի ուղությունով,
Եվ այստեղ ենթադրում եմ, որ իրականում երկար պահել այսպիսի աշխարհագրական հնարավորությունը, որը այստեղ նշված է, ուրեմն երեք կողմից շրջափակման մեջ գտնվող, շատ բարդ է լինելու։ Ես ենթադրում եմ, որ մոտակա օրերի ընթացքում Դեիր Հաֆիրը եւ հետո Մասկանան իրականում կհանձնեն քրդերը եւ հետ կքաշվեն դեպի Ատ-Տավրա եւ կարողա նույնիսկ անցնեն Ատ-Տավրան էլ լքեն եւ անցնեն մյուս ափ, երբ արդեն այստեղ Սուվեյդիա Կաբիրայի ուղղությունով ամրապնդեն իրանց դիրքերը եւ փորձեն պահել այս դիրքերը, բայց դա նաեւ մեծ մասամբ կախված է նրանից, ինչ գործողություններ կծավալեն այն Իսայի եւ Տել Աբյադի ուղղությունով թուրքական ուժերը։ Եթե թուրքական ուժերը այստեղից սկսեն նաեւ հարձակում, ապա գրավեն գոնե այն Իսան եւ Տել Աբյադը, այս երկու փոքր բնակավայրը, ապա փաստացի Ռաքքային արդեն հյուսիսից կստեղծվի մեծ սպառնալիք եւ այդ ուղղությունով Ռաքքան կարա, իսկ Ռաքքայում արաբական բնակչությունը մեծ մասամբ, այսինքն Ռաքքան չի ուզում ենթարկվել իրականում սիրիական քրդական այդ ուժերին եւ Ռաքքայում սպասում են նաեւ իրանց արաբ ուրեմն բարեկամներին այն առումով, որ քրդերը իրանք համարում են, որ օտար ուժեր են։ Մի խոսքով դա շատ կարևոր գործընթաց է, հետաքրքիր է, նոր տեղեկատվություն է տարածվել 11 րոպե առաջ, որ պետական ներքին գործերի նախարարությունը ասում է, որ իսլամական պետության ներկայացուցիչներին է ձերբակալել։ Հետաքրքիր տեղեկատվություն է, ինչքանով դա իրական է, չգիտենք։ Իսլամական պետության դեպքում, ինչպես արդեն ասել եմ, իրանք համպայքարում են իբրև իսլամական պետության դեմ, թուրքերը եւ սիրիական կենտրոնական ուժերը, բայց մյուս կողմից աջակցում են իրանց կամ օգտվում են իրանցով։ Ուստի հարգելի այրենակիցներ, Ալեպոյից հետո հասկանալի է հիմա Դեիր Հաֆիր, Մասկանայի եւ Ատ-Տավրայի հարցն է դրված եւ ամենակարևոր հարցը գրեթե այս ամբողջ ռազմական գործողություններում նրանում են, արդյոք թուրքերը այս հյուսիսային հատվածից կանցնեն գործողությունների, թե չեն անցնի, այսինքն կխորանան դեպի մնացած տարածք, թե չէ։ Մենք ձեր հետ միասին կշարունակենք ակտիվորեն հետևել այս գործողություններին, նաև ասեմ, որ 10 րոպե առաջ նոր տեղեկատվություն կա Մանբիջի շրջանը, այսինքն տեսնում եք Մանբիջը ամբողջ, որը հարավին է նաև վերաբերվում եւ նաև այս հատվածին է վերաբերվում, հայտարարել է, որ բոլոր դպրոցները փակվել են, ուրեմն այս ռազմական տարածքի շուրջ, այսինքն այս հատվածում Մանբիջի բոլոր դպրոցները այս պահին չեն գործում։ Եվ դա եւս մեկ անգամ նշում է մեզ, հարգելի հայրենակիցներ, որ հենց այս պահին ռազմական գործողությունները շատ ակտիվ տեղի են ունենում եւ ծավալվում են։ Մենք ձեր հետ միասին կշարունակենք ակտիվորեն հետևել Սիրիայում ձևավորվող իրադարձություններին եւ զարգացումներին։ Շնորհակալ եմ ուշադրության համար, կհանդիպենք ցտեսություն։